Ժողովուրդ ջան, ասենք փառք Տիրոջը, փառք Աստծուն։ Ես նորից չեմ ուզում կրկնել այն խոսքերը, որոնք Արման եղբայրը հենց սկզբից ասեց, չէ, որ Քրիստոս ծնվեց, հայտնվեցավ։ Եվ մենք ասում ենք մեզի ձեզի մեծ ավետիս։ Իրոք մեր համար, բոլորիս համար սա մեծ ավետիս է, ժողովուրդ ջան, որ մենք Սուրբ Գիրքը կարդալով միտք ենք առնում ու հասկանում ենք։ Արմեն եղբայրն էլ հիշեցրեց այն խոսքերը, որ խավարի մեջ մեծ լույս ծագեց, եւ պատահական չի միգուցե սա որպես այս խոսքով առաջնորդվելով առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնից առաջ նշում է այդ ճրակակալի կարծես տոն ասեմ թե ոնց, որ մարդիկ գնում են ուշ ժամի եւ իրենց հետ վերցնում են տենց մոմի լույս, ինչ-որ մի բանով պատրաստված, տանում են իրենց տները։ Ես հասկանում եմ, մարդիկ կարծես թե այս ավանդույթը պահում են, որպեսզի իրենց տներում այդ լույսը լինի, բայց եկեք անկեղծ լինենք։ Այդ լույսը, այդ խավարը չի հեռացնում։ Այն խավարը, որ անօրենից էր, մեղքի պատճառով էր, ժողովուրդ ջան, որ մարդը իր մեղքերի պատճառով հայտնվել էր այդ խավարի մեջ։ Այսինքն այդ խավարից մարդուն ազատելու համար ինչ էր պետք, Քրիստոս լույսն էր պետք։ Այսինքն Քրիստոս խորհրդանշում է որպես լույս, որ հայտնվում է մարդու կյանքում, ինչպես եւ Արտակ եղբայրն էլ խոսեց Քրիստոս հայտնության մասին, եղբայրներ քուրե ջան, որտեւ այդ հայտնությունով է որ իրոք այս Ադամ բնությունը փոխվում է։ Այդ լույսն է, որ ազդեցություն է ունենում եւ բացում է մեր միտքը, մեր հասկացողությունը, որ մենք մի ժամանակ ուրիշ միտք ենք ունեցել, ապրել ենք մեր ցանկություններով, մեղքի ցանկությունով։ Եվ հետաքրքիր է, այդ ամեն ինչը Աստված երկնքից տեսնում էր։ Եվ ես ուզում եմ կարդալ Մատթեոս ավետարանից նորից մեզ բոլորիս ծանոթ տեղ, որտեղ ներկայացում է Մատթեոս ավետարանիչը Հիսուսի ծնունդը։ Ես կարդում եմ առաջի գլուխ 18 խոսքից։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղավ։ Անոր մայրը Մարիամ Հովսեփին նշանված, դեռ իրարու քով չեկած Սուրբ Հոգիեն հղացած գտնվեցավ։ Հովսեփ անոր այրը արդար մարդ լինելով ու չուզեց, որ Զանիկա խայտառակն է, մտածեց, որ ծածկաբար արձակե Զանիկա, եւ երբ Անիկա այս բանը կմտածեր, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևցավ անոր, ուսավ, Հովսեփ, Դավթի որդի, մի վախնար Մարիամը իբր կին առնել է, վասնզի անոր ներսիդի ծնածը Սուրբ Հոգիեն է, ան որդի պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի դնես, քանզի Անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե։ Այս ամենը եղավ, որպեսի կատարվի Տիրոջմեն ըսված մարգարեին միջոցով, որ կսե ահագույսը պիտի հղանա, որդիմը պիտի ծնանի, անոր անունը Էմանուել պիտի կոչեն, որ կթարգմանվի Աստված մեզի հետ։ Ես մի փոքր ուզում եմ, ժողովուրդ ջան, այս խոսքի վրա մի քիչ ուշադրություն դարձնենք, Աստված մեզի հետ։ Մենք որ ապրել ենք այս աշխարհի մեջ, ժողովուրդ ջան, ճիշտ է, կարծես թե որպես հայ լինելով ինչ որ ավանդույթներ ենք պահել, ինչպես որ ընդունված էր, չէ, թե Սուրբ Ծննդյան կապակցությամբ, թե դրանից հետո որ կլինի արդեն հարության տոնը, չէ, այդ ավանդույթները մենք միշտ պահել ենք, բայց իրականությունը, ինչպես էր Աստված երկնքից նայում մարդկությանը։ Ես մեկ-մեկ, որ սենց մտքով մտածում եմ, զարմանում եմ, ապշում եմ, ասում եմ Տեր Աստված, իշքան մեծ է քո սերը, ինչպես ես դու համբերում մարդկությանը, որ կարծես թե թողել են Աստծուն, պաշտում են տարբեր չաստվածների, տենց ասեմ, որ մեղքի էությունը այնքան առատացել մարդկանց մեջ, որ մարդը կարծես թե
այն ապրած այն հին մեղքերով արդեն չի բավարարվում, մտածում է նոր մեղքեր գործելու, եղբայրներ, քույրեր ջան։ Ու մարդը իր խելքից այնքան դուրս բաներ է հնարում, որ ես այս վերջերս մի հատ բան էի նայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի մեծ եկեղեցի էր, ու մարդկանց կարծես թե աստվածապաշտությունը, պաշտամունքը մի հատ դարել էր, շոու էր դարել։ Հովիվը աստվածաշունչը դնում է գետնին, մի հատ էլ երիտասարդ աղջիկ այն կողմից գալիս է թափով աստվածաշունչը ոտքով տշում է, այն մյուսն էլ փորձում է բռնել, չի կարում, ես իմ ուրա գնում ու ծափ են տալի, ուրախանում եմ, ես զարմանում եմ, բայց հետաքրքիր Աստված երկնքից նայում է։ Ժողովուրդ ջան, Աստված ինձ տեսնում էր, մեզ բոլորիս տեսնում էր, եւ Աստված ինչ էր մտածում իմ մասին։ Սովորաբար մարդիկ ինչ են ասում, Աստվածների ինձ երբեմն մարդիկ ասում են, «Էսի թալանչի է, էսի խափեպա է, էսի մարդասպան է, էսի սենց է, այնի նենց է», ու ինչ են ասում դրանից հետո։ Բա որ Աստված կա, ինչի այդ մարդկանց չի պատժում։ Բայց հետաքրքիր է, եթե պատժելու լիներ, այդ ասողն էլ հետը կպատժվեր, որտեվ արդեն կասկածի տակ է դնում Աստծո արդարությունը, Աստծո սերը, եղբայրներ, քույրեր։ Եվ ստեղ արտահայտված է, ես այդպես եմ հասկանում, արտահայտված է Աստծո սերը, որ Աստված տեսնում էր, որ մարդը ապրելով մեղքի կյանքով ինքը Աստծո կարիք ունի, որտեվ եթե ուշադիր լսում էիք, Հիսուսի համար ինչ ասեց, «Ան որդիմը պիտի ծնանի, անոր անունը Հիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերեն պիտի փրկե»։ Իրենց մեղքերեն պիտի փրկե։ Այսինքն ինքը Հիսուսին չէր ուղարկում մարդկությունը պատժելու, որտեղ մեղքով էին ապրում։ Ինքը Հիսուսին ուղարկում էր փրկելու համար, ժողովուրդ ջան։ Հիմա մենք ինչպես ենք ընդունում Հիսուսի ծնունդը, այսինքն ինքը ծնվում էր ինձ փրկելու համար, այսինքն ինքը ծնվում էր, որպեսզի ինձ Աստծուն մոտեցներ, որտեղ ես Աստծու կարիք ունեի։ Բայց ես միգուցե դրա մասին չեմ էլ մտածել, ավելի շատ մտածել եմ ինչ որ ուրիշ կարիքների մասին, մտածելով, որ եթե այդ կարիքը իմ բավարարի Աստված, որտեղ երբեմն մարդիկ ավելի շատ Աստծուն դիմում են այն կարիքների դեպքում, մեկը հիվանդության դեպքում, մեկը փորձության մեջ է, մեկը նեղության մեջ է, մեկը ինչ-որ դժվարության մեջ է եւ տեսնում է ու հասկանում է, որ որևիցե մեկը իրան չի կարող օգնել, հասկանում է, ուրեմն միայն Աստված կարող է, որտեղ Աստված ամենակարող է։ Բայց սիրելի եղբայր քույրեր ջան, ժողովուրդ ջան, Աստված ընդամենը նրա համար չի, որ բավարարի իմ կարիքները։ Աստված նրա համար է, որ իրա որդուն ուղարկեց, որպեսզի ինձ իրեն մոտեցնի, ինձ զավակ դարձնի Աստծուն, որպեսզի ես լինեմ Աստծու զավակ, ու պատահական չէր, որ Հիսուսը, երբ որ աշակերտներ ասին մեզ աղոթել սովորեցրու, Հիսուսը ինչ աղոթք սովորացրեց նրանց։ Հայր մեր, որ երկնքում ես, հետաքրքիր ասում, չէ՞։ Հայր մեր։ Հիսուսով մենք կարողացանք Աստծուն ասել հայր մեր, որ երկնքում ես։ Սա շատ հետաքրքիր բան է, ժողովուրդ ջան, որտեղ առանց Քրիստոսի մենք չենք կարող հայր ասել Աստծուն, որտեղ մենք ապրում էինք Աստծուց հեռու, մենք ապրում էինք մեղքի կյանքի մեջ, եւ պատահական չի, որ Քրիստոսի ծնունդից շատ տարիներ առաջ Եսայի մարգարեն մի մարգարեություն անում ասելով 9-րդ գլուխն է Եսայի մարգարության 6-րդ խոսքը, որ ասում է. «Վասնզի մեզի մանուկ ծնվավ, մեզի որդի տրվեցավ»։ Հետաքրքիր ձևով Աստծո խոսքը ձևակերպված, ժողովուրդ ջան։ Վասնզի մեզի մանուկ ծնվավ, մեզի, այսինքն մեր համար ծնվավ
Քրիստոս մանուկը, ժողովուրդ ջան, եւ ներկայացնում է մեզի որդիմը տրվեցավ։ Մարդիկ այսօր իշքան են ուրախանում, երբ որ կարող է մի քանի աղջիկ են ունենում ու ոնց որ սպասում են, որ մի որդի պետք է ծնվի։ Եվ այդ որդու հետ կապում են իրենց հույսերը, կմեծանան, կծերանան, իրենց որդին իրենց կպահի, կխնամի, չէ, կարծես թե այդպեսի հույսեր են կապում մարդիկ, բայց շատ դեպքերում հուսախապ են լինում։ Հələ մի անգամ Արման եղբոր հետ գնացինք ծերանոց, ժողովուրդ ջան, դուք տենայիք ինչ սարսափելի վիճակ էր։ Այդ որդիները իրենց ծնողներին գցել էին ծերանոց, հրաժարվել էին, ու որ մտածում ես, չէ, այդ ծնողները, կներեք էլի, այդ երեխեն փոքր է եղել, տակը կեղտոտել է, չի շիկար է, հոտ է գալի, չէ, բայց մայրերը մաքրել են, խնամել են, լվացացրել են, լողացրել են, չեն զզվել իրենց զավակներից, բայց երբ որ այդ զավակները մեծանում են, իրենց ծնողներից սկսում են զզվել, ասում են հոտ է գալի վրայից։ Ժողովուրդ ջան, բայց այս մանուկը ծնվում էր, որպեսի նայեք շարունակության մեջ ինչ խոսքեր ասում, եւ իշխանությունը անոր ուսին վրա պիտի լա, անոր անունը պիտի կոչվի սքանչելի, խորհրդակից, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Այսինքն մեր կյանքում, ժողովուրդ ջան, մենք իրոք կարիք ունենք խաղաղության, կարիք ունենք այնպեսի մեկին, որ այնպեսի խորհուրդներ կտա ինձ, որ դա կտանի ինձ հավիտենական կյանքի, կտանի Աստծո արքայության, ժողովուրդ ջան։ Ինձ պետք է այնպեսի մեկը, որ կլինի հավիտենականության հայր եւ անտարբեր չի լինի իմ հանդեպ եւ հայրություն կանի։ Այստեղ շատերը նստածներ կան եւ հայրեր եւ մայրեր, ժողովուրդ ջան, երբեմն մեր վրա ավելի շատ ազդում են իրավիճակները, մեր վրա ավելի շատ ազդում են արարքները, եւ այդ ամեն ինչի ներքո ինչ է մեր մեջ առաջանում, բարկություն, նեղսրտություն, նույնիսկ կարող ենք հրաժարվել, մերժել, բայց հետաքրքիր է, մարգարեության մեջ ասում է, ես քո քովով հետ անցա եւ քեզ արյունի մեջ տեսա։ Եվ ինչ ասեցի։ Ասեցի ապրի։ Հետաքրքիր բան է, չէ՞։ Աստծո մոտեցումը մեղավոր մարդու նկատմամբ, ժողովուրդ ջան։ Ինչքան կարևոր է, որ այս բաները կարդալով միտք ես առնում ու հասկանում ես, Արտակ եղբայրն էլ վկայում էր, չէ, որ երբ որ մարդը որդու այդ հայտնությունը ունենում է, իրոք նրա կյանքի մեջ փոփոխություն է տեղի ունենում, փոխվում է հասկացողությունը, փոխվում է մտածելակերպը եւ այդ ամեն ինչը Աստված է անում, ժողովուրդ ջան։ Եվ ուզում եմ մի տեղ էլ կարդալ Տիմոթեոսի թղթի մեջ հետաքրքիր մի խոսք կա, մեզ բոլորից ծանոթ, ովքեր որ կարդում են ավետարանը, Աստծո խոսքը, հետաքրքիր խոսք կա Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 16 խոսքը այսպես ասում. Հայտնապես մեծ է աստվածապաշտության խորհուրդը, Աստված մարմնով հայտնվեցավ։ Սա Քրիստոսի ծնունդի հետ է կապված, ժողովուրդ ջան։ Ճիշտ է, կարծես թե աստվածապաշտություն եղել է, մինչև Քրիստոս էլ, օրենքներ, պատվիրանքներ, կանոններ, եւ մարդիկ կարծես թե հնազանդվելով ունեցել են աստվածապաշտություն, բայց մարդը իր կյանքում այնքան հնարքներ է բանացրել, որ կարդում ենք Մատթեոս ավետանի մեջ Հիսուսը մարդկանց ինչ է ասում, մարդկանց ներկայացնում ասում է, այս ժողովուրդը միայն շրթունքներով զիս կպատվե, բայց իրեն սիրտը հեռացած ու զատված է ինձ մե, ու պարապ տեղը զիս կպաշտեն, մարդոս պատվիրած բաները
իբրև վարդապետություն զորվեցնելով, բայց որպեսի աստվածապաշտությունը ավելի մեծ լինի Աստծո առաջին, մեզ բերում է Քրիստոսին, որ Աստված մարմնով հայտնվեցավ, ժողովուրդ ջան, եւ մենք ինչ ենք ասում, մեզի ձեզի մեծ ավետիս, այսինքն այդ մեծ ավետիսի իմաստը կային մեր նրանում, ժողովուրդ ջան, որ Քրիստոս ծնվեց ինձ օգնելու համար, իմ մեղքերից ինձ փրկելու համար, ժողովուրդ ջան, դրա համար մենք այսօր Քրիստոսի ծնունդը տոնում ենք ոչ թե ավանդության համաձայն, մենք նշում ենք որպես ավետիս, որպես ուրախություն, որ մեր կյանքում չունեինք Քրիստոս, բայց հիմա ունենք Քրիստոսին, ժողովուրդ ջան։ Թող այդ լույսը իրոք այնքան թափանցի մեր, ոնց ասեմ, այն ուղն ու ծուծը, որ մեզ ազատի ամեն տեսակ մեղքերից, ժողովուրդ ջան, որտև ամեն մարդու տրված է մի ժամանակ ապրել այս երկրի վրա, ապրել այս մարմնի մեջ։ Երբ որ ժամանակը մոտենա, ես ինչպես կկայնեմ Հիսուսի առաջ։ Ես այն ժամանակ չեմ կարող ասեմ, Հիսուս ջան, ինձ ների, ժամանակ չունեի, զբաղված էի, գործեր ունեի, հոգսեր ունեի, բայց դրանից առավել, ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որպեսզի մենք ունենանք Հիսուսին, այդ լույսը ունենանք եւ ապրենք այդ լույսով։ Փառք Տիրոջը։ Եկեք մի գոհության աղոթք բերենք Տիրոջ